19-րդ դարի երկրորդ կեսը հայկական բոլոր լրատվամիջոցները, թերթերը եւ նաեւ արդեն մասնագիտացված կառույցները ինչպեսին հայկական աշխարհագրական խմբակներ, ազգագրական հանդեսով սկսած, այդ թվում նաեւ ռուսականները, ինչպիսին է օրինակ Բորնիկ մատերիալը Պապիսանի местности и племен Կավկազը, որտեղ Կուկայի ժողովուրդների մշակութային արժեքների անընդհատ հերոսություններ չասեմ, բայց տեղեկություններ էին։ Զատիկը շատ է նկարագրված, համարյա բոլոր ազգագրական հանդեսների բոլոր համարներում, նույնիսկ շրջան առ շրջան, գավառ առ գավառ, այդ թվում նաև մասամբ Արևմտյան Հայաստանի, որը չէր մտնում նրանց հետազոտական շրջանակների մեջ կոնկրետ, բայց եւ Ռուսաստանի կայսրության մաս չէր, բայց այդտեղից էլ կան, եւ հենց Պոլսում էլ Պոլսի թերթերը շատ բավական մանրամասն նկարագրում են այս կամ այն գյուղում կամ այս կամ այն գավառում, թուրքերեն վիլայեթներում հայկական բնակչության կողմից զատիկի նշումը, կան նաև ճանապարհորդական շատ տեղեկություններ, այսինքն թե տեղական, թե կողքի հետազոտական եւ ուղղակի հետաքրքրվողները, ինտելեկտուալները միշտ գրել են։ Եվ այո, զատիկը բավական ներկայացված է ըստ 19-րդ դարի երկրորդ կեսի նյութերի եւ 20-րդ դարի սկզբի, բայց բանն այն է, որ մենք չունենք ուղիղ իմաստով նկարագրություններ ավելի վաղ շրջանի, միջնադասական, միջնադար, վաղ միջնադար, եւ դրանք ավելի վերականգնում են հետազոտությունների միջոցով։ Այո, կան եւ բոլորը կան, այսինքն զատիկը վերականգնվում է, ես կասեի ավելի շատ հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեվորականների ջանքերով եւ միջոցով, բայց նաեւ ժողովրդական հիշողությունը զատիկի վերաբերյալ բավական ինտենսիվ պահպանվել էր, ի թիվս նաեւ այն պատճառով, որ չնայած խորհրդային շրջանում ընդհանրապես կրոնական կոչվող տոները եւ ծեսերը դուրս էին մղվում կյանքից, բայց իրենք նշվում էին ընտանիքներում։ Ընդհանուր առմամբ, քանի որ բուն զատիկը 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին շատ ավելի համայնական տոներ, քան ընտանեկան, բայց համայնականությունը խաթարվեց խորհրդային շրջանում, ինքը տեղավորվեց ընտանիքների կամ մի քիչ ավելի լայն ազգակցական խմբերի ներսում։ Եվ նույնիսկ կարելի ասել ծպտվեց որոշ խորհրդային տոների, օրինակ զատիկին հաջորդող օրը հարության տոնի օրը մարդիկ այո գնում էին գերեզմանատները, զատիկին հաջորդող օրը երկուշաբթի է, զատիկը միշտ կիրակի օր է նշվում, եւ երկուշաբթի օրերը գնում էին հանգուցյալների հետ, այդ ըստ քրիստոնեական կրոնի տրամաբանության եւ բացատրության հանգուցյալների հետ կիսվելու Քրիստոսի հարության ավետիսի գաղափարի ուրախությամբ, եւ երբեմն գերեզմանատներում նույնիսկ տեղի են ունենում այսօրվա իմաստով տոնի ընկալման տրամաբանության զվարճահանդեսներ, սեղաններ էին դրվում, իրար հյուր էին գնում մի տապանակարից մյուսը, նույնիսկ այդ օրը շատ հայտնի է, որ շատ ծնողներ իրենց երեխաների ապագայի ամուսնության վերաբերյալ համաձայնություններ էին ստորագրում, նույնիսկ նվագախմբեր էին գալիս գերեզմանատուն եւ այլն։ Սրանք բոլորը բնականաբար դուրս մղվեցին խորհրդային տարիներին, բայց որոշ իմաստով զատիկը ծպտվեց մայիսի 2-ին սկսեց կատարվել ձու ներկելու, ձվով միմյանց այցելելու, գերեզմանատուն գնալու եւ այլ ծեսերը, հատկապես արևելահայոց մեջ զգալի չափով տեղափոխվեց մայիսի 1-ին հաջորդող օրը, մայիսի 2-ին։ Եթե այսօր էլ գնաք եւ հարցնեք հատկապես Լոռվա, Զանգեզուրի, բայց մասնավորապես Ադրբեջան փախստական հայերի տներում հետաքրքրվեք մայիսի 2-ով, ձեզ մանրամասն կպատմեն, նույնիսկ առանց անդրադառնալու, որ դա զատիկի այս քողարկված տոնահանդեսի դրսևորումներն էին խորհրդային շրջանում։ Բայց ընդհանուր առմամբ զատիկը բազմաթիվ շատ այլ ծեսեր ունի, որոնք ընդհանրապես դուրս են մղվել, դրանք չարի դեմ պայքարելու ձևերն են, ժողովրդական ընկալումներով, բարիի ներկրելու ձևերն են, մարդկանց հարաբերությունների կարգավորումներն են,
Եվ սրանք եւ եկեղեցական այլ արարողություններ կան, որոնք ավելի ժողովրդական էին եւ որովհետեւ պաշտոնական եկեղեցին չէր նշում, սրանք բոլորը դուրս են մղվել կյանքից։ Կարելի է արդյոք դրանք վերականգնել։ Պետք է զգույշ նայել այս խնդրին, քանի որ այսօրվա զատիկը ընդհանուր առմամբ դա օրվա նշում է, նաեւ այսօր մարդիկ զատիկին ավելի շատ ընկալում են եւ լավ է, որ ընկալում են։ Եկեղեցու ներսում հնչող պատարակների եւ ժամերգությունների տրամաբանությամբ, ապա ժողովրդական ընկալումներն ու ծեսերը ըստ էության դուրս են մնացել այս տրամաբանությունից։ Եվ զատիկի դաշտագնացությունները, տոնահանդեսը դաշտերում, դրսում եւ այլն իսպառ բացակայում են։ Զատիկը դա հայոց մեջ միայն մեկ օր չէր։ Զատիկը ձգվող տոն է եւ զատիկի հաջորդ կիրակին հայոց մեջ կոչվում էր կանաչ կիրակի կամ կրկնազատիկ։ Եվս մեկ կիրակի անց կոչվում էր կարմիր կիրակի։ Եվ այդ կիրակիները զատկական տոների շղթայում էին եւ գլխավորապես ուխտագնացություններ էին տեղի ունենում, որտեղ շատ լուրջ եւ համայնքային եւ համաձայնողական էմոցիոնալ ընդհանուր տրամադրվածության դաշտեր էին, որտեղ պարեր կային, մեծ շփումներ կային, նույնիսկ դաշտային միմյանց այցելություններ կային եւ այլն, եւ հատկապես որ 49-օրյա պասից հետո էր զատիկը եւ միսը արդեն կարելի էր, ուրեմն դրանք նաեւ միս կենթանի մորթելու եւ մատաղի տրամաբանության միմյանց բաժանելու շրջանակներում դառնում էին մեծ տոնահանդեսներ։ Սրանք հիմա որոշ չափով դեռ ինչ որ դրսևորումներ կան, օրինակ Կոտայքի շրջանի բազմաթիվ ուխտավայրեր շարունակում են մնալ զատիկին հաջորդող երկու կիրակիների ուխտագնացությունների շրջանակներում։ Բայց կրկնեմ, որ սրանք բոլորը արդեն ընդհանուր առմամբ չեն ընկալվում եւ դիտում որպես զատկական տոնի մաս։ Զատկական տոնի մասերից էր նաեւ ժողովրդական են դրսևորումները, ծեսի, որ ընտանիքները նաեւ տեսեք դաշտը նոր ցանված է, ցորենը նոր ցանված է եւ այդ ցորենի եւ դաշտի նկատմամբ ռոկման երբեմն անհնարինության պայմաններում կատարվում են գուրգուրանքի ծեսեր, թե ինչպես պիտի օգնեն, որ այդ ցորենը ծլի։ Եվ այդ օրերին կային նաև երիտասարդների այցեր դաշտերը, կարծես որ աղմուկով գնան, զնգզնգացնեն, արթնացնեն, ինչը արթնացնեն, հիմա ժողովրդական տրամաբանությունը տարբեր մեկնաբանություններ կանի, արթնացնել բարին, արթնացնել ցորենը, արթնացնել երկինքը, արթնացնել բերքը հովանավորող ուժերին կամ ընդհանրապես դրանք էլ չասեն, բայց տրամաբանությունը դա էր, որ մարդու եւ բնության միջև կապի գործողություններ, որոնք պետք է միմյանց փոխ լրացնեին։ Սա երկար թեմա է, շարադրված է, շատ նկարագրված է բազմաթիվ այլ սովորությունների կողքին, բայց սկզբունքորեն զատիկը տևում էր ծաղկազարդից մինչև առնվազն 2 շաբաթ, 3 շաբաթ եւ այդ 3 կիրակիներն էլ յուրաքանչյուր ունեին իրենց առանձին տրամաբանությունը տոնահանդեսի։ Բուն զատիկը կամ ասենք այսպես հարության տոնը, որովհետև դա պաշտոնական եկեղեցական հարության տոնն է, Քրիստոսի հարության տոնն է։ Բուն զատիկը կամ հարության տոնը 1 օր է, կիրակին է, բայց զատկական կամ գարնանային տոնահանդեսները, որոնք նույն շղթայի մասերն են, այո, առնվազն 3 շաբաթ պետք է դիտարկել։ Միշտ տոնը դինամիկ երևույթ է, ոչ մի բան տոնահանդեսում քարացած չի։ Նույնիսկ այն, որ օրինակ զատիկ ենք նշում, դա քրիստոնեության տրամաբանությունն է։ Եվ քրիստոնեական աշխարհի ներքին կապերը եւ ներքին մշակութային զարգացումները միմյանց միշտ փոխանցվել են։ Այո, կան հիմա, երբ որ արդեն բաց է, կարող են ազատ լինել, այո, նաև զգալի ներթափանցումներ կան։ Եվ դրանք կան նաև ամբողջ աշխարհում։ Ինձ համար այստեղ ավելի կարևոր է, թե ինչն է մեր ավանդականից պահպանվում եւ ինչ ներողություն այս բառի համար, ինչ մրցակցություն կա նոր ներմուծողի եւ մեր մշակութային ժառանգության շարունակելիության միջեւ։ Ամբողջ խնդիրը նա է, որ այո, զատկական տոնի բուն տրամաբանությունը, այսինքն կյանքի ձմեռային շրջանից գարնանայինին անցնելու, կյանքի կտրուկ փոփոխությունը, այդ փոփոխության ընթացքում նաեւ մարդկային գործոնի մասնակցությունը, ազդեցությունը եւ ընկալումը ներմուծելու եւ այլն, սրանք բացարձակ արդեն զատկական տոնի տրամաբանության մեջ չեն ընկալվում։ Եվ նաեւ սա է պատճառը, որ մեր ժողովուրդը ուղղակի
իր գեղագիտական կամ բազմազանեցման ըմբռնումներով ընկալում եւ տեղավորում է իր ներսում նաեւ այդպես տարաշխարհիկ թվացող նորանոր դրսևորումներ։ Մինչև մեր ավանդական բուն կյանքի կառուցվածքի համար թե մշակույթի ժառանգորդման իմաստով, թե իր այսօրվա կյանքի ակնկալիքների հետ համերաշխ ընդհանուր լուծում զատիկի չգտնվի, դա միշտ շարունակվելու է։ Ես դարձյալ ասեմ, որ տոնը դա միայն սեղանը չի։ Ախր մեր տոնի տրամաբանությունը եկել է նրան, որ շատ միս լինի, շատ բազմազան սեղան լինի եւ անպայման խնջույք լինի։ Ի վերջո զատիկը այո, խնջույքի մաս ունի, բայց այդ խնջույքն էլ ուներ տրամաբանություն, դա նախ եւ առաջ խնամիների միջև փոխադարձ եւ համարյա պարտադիր այցելություններ, համարյա պարտադիր նվիրատվություններով, դա հատուկ գաթայի թխում էր, հատուկ նաեւ հարսի նշանվածի ընտանիքի նորապսակների խնամիական փոխայցելությունների գաղափար էր, որը հատկապես համայնքային փոքր համայնքային կյանքերում շատ հստակ երևում են, ով գնաց ում տուն, ինչ տարավ այնտեղ, ովքեր ընտանիքի անդամներից գնացին եւ այլն։ Սրանք իհարկե նույնպես դինամիկ երևույթներ են եւ իհարկե նույնպես փոխվում են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ զատկի հյուրասիրությունը դա դասական իմաստով առած սեղանների խնջույք չի, դա ունի իր մեջ իր տրամաբանությունը, դա ձմռանից գարնանն անցնելու տրամաբանության մեջ զատիկի համար նախապես ցորեն էին ծլեցնում, այդ ծլեցրած ցորենի օգտագործման կերպը կար, կանաչեղեն էին շատ հավաքում դաշտերից, կանաչի պատրաստման եւ կանաչի հյուրասիրման տրամաբանությունը կար եւ բազմաթիվ խաղերը, ձվախաղերի տարբեր տեսակները կային եւ դաշտում նաեւ մրցախաղերը կային եւ պարերը ու այդ զատկին նվիրված երգերը կային, սրանք ամբողջը միասին մի ընդհանուրի տարբեր մասեր են։ Մենք հիմա այս ամբողջը տեղավորում ենք մի սեղանի շուրջ, զատկինով նստեց սեղանին եւ ինչ կար սեղանին, ուրիշ մենք բան չենք փնտրում զատկին, մենք չենք տեսնում ոչ թաղամասային, ոչ համայնքային, ոչ ազգակցական, մենք չենք տեսնում նաեւ եթե կուզեք էթնիկական ազգային ընդհանուր էմոցիոնալ դաշտ չենք փնտրում դա, իսկ այս տոնի տրամաբանությունը նախ եւ առաջ սա է։